Կադրերում Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի համայնապատկերն է։ Գյուղը կորած է ծխի մեջ։ Այս կադրերն էլ արվել են Շիրակի մարզում, օդանավակայան տանող ճանապարհին։ Ամբողջ ճանապարհը կորած է ծխի մեջ։ Ճանապարհից բռնած չի երևա։ Այս սեզոնին մարդիկ բարբերաբար այրում են թափված տերևները եւ խոզանները։ Ամբողջ տարվա ընթացքում բույսը աճեցնելիս մարդը իր արտում օգտագործում է թունաքիմիկատներ, օգտագործում է տարբեր տեսակի նյութեր, որով պարարտացնում է հողը, սրսկում է վնասատուների դեմ այդ բույսերը։ Այդ նյութերը, քիմիական նյութերը կոնցենտրանում են բույսի արմատներում, ցողուններում, տերևներում եւ այնուհետեւ թափվելուց հետո, երբ որ տեղի ունենում այրման գործընթացը, դրանցից մեծ քանակությամբ եւ մթնոլորտը աղտոտող նյութ է դուրս գալիս եւ շատ կոնցերոգեն նյութեր են դուրս գալիս, այսինքն քաղցկեղածի նյութեր, որոնք միանշանակ վնաս են։ Չոր տերևները այրելիս մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա եւ ծանրացնել ասթմայի ու սրտանոթային հիվանդությունների ընթացքը։ Տերևների խոզանի այրումը բարձրացնում է նաև օդի աղտոտվածության մակարդակը ու վնասում հողը։ Ֆերմերները իրականում շատ ավելի մեծ ծախսեր են կրում, որովհետև հողի բերությունն է վատթարանում, որովհետև ուղղակի հողի որակը եւ մի ստվար զանգված, ասենք, միկրոֆլորայի, ֆաունայի եւ այլն ինչ-որ միջատների բաների, որոնք շատ կարեւոր դեր ունեն հողի համար, դրանք վերանում են ուղղակի։ Եթե ուշադիր նայեք, հետո օրինակ թռչուններն էլ լորը բան առանձնապես չեք տեսնում դաշտերի մոտ, որովհետև ուտելու բան չի մնում։ Իսկ մենք խոսում ենք հենց այդ օրգանական այն կենսազանգվածի մասին, որ հողը բերիա դարձնում ի վերջո։ Տերևաթափից առաջացած թափոններն այրելը արգելվում է նաև օրենքով։ Քաղաքացիների նկատմամբ նախազգուշացում կամ 50,000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ 200,000 դրամ տուգանք։ Բայց ինչ պետք է անեն քաղաքացիները կուտակված տերևների հետ։ Բնապահպանների խոսքով դրանց պահպանումն օգտակար է։ Տերևները ընդհանրապես իրանք պարարտանյութ են։ Տեսեք, մենք էլ ունենք բակ սեփական տան, մենք հավաքում ենք մի տեղ այդ տերևները, հետո լցնում ենք ծառերի, թփերի տակ, սենց հավաքած վիճակում էլի, ոչ թե տարածված։ Ինքը դառնում է հումուս։ Թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի խոսքով աշխատող պրակտիկա է կազմակերպված կոմպոստացումը, որի արդյունքում տերևները վերածվում են պարարտանյութի։ Հավաքվում է քաղաքային կոմունալ, ասենք, տնտեսությունների կողմից այդ ամեն ինչը։ Եվ գնում է արդեն կենտրոնացված համայնքային մակարդակի, քաղաքային մակարդակի կոմպոստացման արտադրամասեր։ Եթե չասենք գործարան, հա, դա կարան ընդունի շատ մեծ մասշտաբներ։ Եվ դա իդեալական լուծումն է։ Բայց սրա համար պետք է ֆինանսավորում, որը պետք է գա կամ աղբահանության վճարից, որը Հայաստանում շատ ցածր է, կամ համայնքապետարանի սուբսիդավորումից։ Բայց մինչ կգտնվեն նման լուծումներ, քաղաքացիները ամեն տարի նոյեմբեր ամսից սկսած շարունակում են անել նույն բանը։ Ինչպես բացատրել մարդկանց, որ այրելով չենք լուծում խնդիրը, այլ ստեղծում ենք նորը, ավելի լուրջ ու ավելի վտանգավոր։ Այստեղ շատ կարևորում ենք համայնքների աշխատանքը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, մեծ իրազեկման աշխատանք պետք է իրականացնել բնակիչներին բացատրելու այդ բացասական հետևանքների մասին։ Ես կպահանջեի բնակչից այլ բան, ես կպահանջեի, որ բնակիչը պահանջեր իր համայնքապետարանից, ակտիվ լինեին, ասեին համայնքապետարան, գիտեք, մենք չենք ուզում շնչել այս օդը, մենք էլ ենք հասկանում, որ սա վատ է, կարող եք մեզ մի հատ ալտերնատիվ առաջարկել։ Մինչև Հայաստանում հասկանան, թե ինչպես լուծել խնդիրը, օդի աղտոտվածության մակարդակը կարող է ավելի աճել։ Նոյեմբերի 25-ին Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը հասել է 168.9 միավորի, ինչը նշանակում է, որ օդը վտանգավոր է շնչելու համար։